Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Այսօր ես առցանց կապով կզրուցեմ Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյան հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն, ուրախ եմ ձեզ տեսնել։ Պարոն Գրիգորյան, առաջինը ինչի մասին եմ ուզում խոսենք։ Փաշինյանի Էստոնիա կատարած այցի մասին, բայց շատ հետաքրքիր էր, թե երբ է նա այցելում եւ կոմունիզմի զոհերի հիշատակի հուշահամալիրից փաստորեն պատրաստվում է գնալ հաղթանակի շքերթին մասնակցել։ Մեզ մոտ կոգնիտիվ դիսոնանս վաղուց է իհարկե առաջանում Փաշինյանի քայլերից, բայց ուզում եմ հասկանանք սա ինչ է, իհարկե պաշտոնապես դեռևս չեն հայտարարել, որ նա մասնակցելու է թե ոչ, լռում են դեռևս, հաշված օրեր են մնացել, բայց պարզ է նաև, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը զորախումբ չի պատրաստվում ուղարկել Մոսկվա, հակառակ դեպքում մենք կտեսնեինք գոնե պատրաստությունների ընթացքում, որովհետև Ադրբեջանը վաղուց ուղարկել է եւ այնտեղ մասնակցում են, փորձեր են անցկացնում, կբացատրեք սա ինչով էր պայմանավորված։ Էստոնիա այցելությունը ինչով էր պայմանավորված։ Այո, ինչու Մոսկվայից առաջ։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի քաղաքականությունը շարունակում է այդ գծի վրա մնալ, այդ ստանդարտ գծի վրա մնալ Եվրոպական միության հետ, Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ հաստատելու մի տեսակ գուցե իներցիա կա, որովհետև ինչ եմ ասում իներցիա, որովհետև իհարկե այդ քաղաքականության սնանկությունը բավականին ակնհայտ դարձավ Տրամպի ընտրությունից հետո Միացյալ Նահանգների քաղաքականության բավականին ակնհայտ փոփոխություններից հետո նման վարքագիծ քաջալերելու իմաստով, բայց ես կարծում եմ իրենք այդ ուղղությունը ընտրելուց հետո շատ ռադիկալ ինչ-որ փոփոխություններ անելը համարում են թերևս քաղաքականապես վտանգավոր, աննպատակահարմար, իրենց քաղաքական էությունն է, այցեքարտն է։ Ես կարծում եմ դա իրականում Նիկոլ Փաշինյանի վերջի տարիներին Նիկոլ Փաշինյանի հիմնական քաղաքական նպատակն է եղել, հիմնական քաղաքական ստրատեգիան է եղել, որից ածանցյալ են մյուս բոլոր բաները։ Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության ծիրից կամ եթե իրենց լեզվով ասենք Ռուսաստանի լծից եւ բանանել Հայաստանի քաղաքական ստրատեգիական օրիենտացիան փոխել դեպի արևմուտք։ Բայց այստեղ արևմուտք ասվածներ բացատրեք, որտեղ ուղիղ արևմուտքը չի պատրաստվում իր ազդեցությունը տարածել, չի պատրաստվում որևէ աջակցություն հայտնել, չի երաշխավորում որևէ բան, անվտանգություն չի ապահովելու, ՆԱՏՕ չեն մտցնելու, Եվրամիություն չեն մտցնելու, հետևաբար երբ որ ասում ենք դեպի արևմուտք, մարդկանց մոտ խաբկանք է ստեղծվում։ Մարդկանց մոտ այդ խաբկանքը վաղուց է ստեղծվել եւ այդ նոր չի, որ այդ երաշխիքները չկան, նոր չի, որ այդ ամեն ինչի սնանկությունը, այդ քաղաքականության սնանկությունն ակնհայտ է։ Դա շատերիս համար, գոնե եթե չասեմ շատերիս համար, գոնե ոմանց համար պարզ է եղել այն գլխից, որ դա ինչ ասեմ մեռելացին քաղաքականություն է, դա ոչ մի բանի չի հանգեցնելու, որևէ մեկը մեզ չի սպասում արևմուտքում, գոնե այն իմաստով ինչ որ այդ քաղաքականության կողմնակիցներն էին ակնկալում, որևէ մեկը մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու եւ ընդհանրապես այդ իմաստով մեզ ինտեգրելու մտադրություններ ՆԱՏՕ, Եվրոպական միություն եւ այլն նման նպատակներ, մտադրություններ ընդհանրապես գոյություն չունեին։ Գոյություն ուներ մի հստակ նպատակ արևմուտքի կողմից, Միացյալ Նահանգների կողմից, առնվազն մինչև Տրամպի իշխանության գալը, դա Ռուսաստանի պերիֆերիայում գտնվող երկրների, նախկին խորհրդային հանրապետություններին Ռուսաստանի դեմ հանելու քաղաքականությունն էր։ Այսինքն դա այլևս դրա մասին վիճաբանություններ նորմալ մարդկանց միջև գոնե չպիտի լինեն այդ բոլոր բացահայտումներից հետո Տրամպի իշխանության գալուց, էլի եմ ասում, սա նույնպես ակնհայտ էր շատերին բավականին երկար ժամանակ, բայց հիմնական նպատակը, հիմնական իմաստը դա քաջալերելու, նման վարքագիծ քաջալերելու, նման խոստումներ շռայլելու առանց որևէ լուրջ երաշխիքների եղել է այդ հանրապետությունները, այդ պետությունները, այդ հասարակություններին
ուրեմն Ռուսաստանի դեմ հանելն է եղել։ Ռուսաստանի նկատմամբ ինչ որ թշնամական վերաբերմունք ձևավորելն է եղել։ Հիմա էլ ինչ ասեմ, այդ նույն բանակը, այդ նույն կոմպրադորների, եթե մի քիչ այդ հին մարքսիստական լեզուն օգտագործենք, այդ ահռելի կոմպրադորների բանակը փեշակի է դա վերածել ուղղակի, նրանք ուրիշ անելիք չունեն։ Դա նրանց քաղաքական էությունն ու այցեքարտն է դարձել Հայաստանում։ Ինչ պիտի անեն այդ մարդիկ։ Շարունակում են նույն գիծը, քանի դեռ կատարյալ հստակություն չի մտել իրադրության մեջ, քանի դեռ շատերը շարունակում են հավատալ, որ Ռուսաստանը սարսափելի վիճակում է Ուկրաինայում, քանի դեռ Եվրոպական միությունը չի փոխել իր քաղաքականությունը, իրականում Տրամպի հետ նրանք շատ լուրջ տարաձայնություններ ունեն եւ շարունակում են նույն գիծը, նույնիսկ կրկնապատկված եռանդով, եւ ասեմ նաեւ, որ դրան նպաստում է այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում նույնպես չնայած Տրամպի հաղթանակին, այդ հին վերնախավերը իրենց ազդեցությունը ամբողջությամբ չեն կորցրել, իրենց դիրքերը ամբողջությամբ չեն զիջել, եւ նրանք շարունակում են շատ լուրջ դիմադրություն ցույց տալ Տրամպին։ Դրան օգնում է մի վերջին հանգամանք եւս, որը Տրամպի եւ նրա ադմինիստրացիայի կատարյալ անկոմպետենտությունն է, ինչ ասեմ, նույնիսկ մի տեսակ քաղաքական շիզոֆրենիայի է նմանվում Տրամպի վարքագիծը, այսօր մի բան է ասում, վաղը դրա ճիշտ հակառակը, որևէ բան հիմնավոր վերլուծության եւ պլանավորման նույնիսկ նշույլ չունի Տրամպի քաղաքականության մեջ, եւ շատերը սպասում են նրա ձախողումներին, նրա ֆիասկոին եւ ինչ որ այդ հին գծին, հին տրայեկտորիային վերադառնալուն։ Այսինքն հնարավոր է ինչ որ արտահերթ process, հա, որտեղ ես Արտահերթ տեսնում եմ process-ը նաև քննադատությունները Ռուբիոյի հասցեին, որ փորձ չունեցող մեկը քանի ոլորտ է կոորդինացնում, երբ որ չունի համապատասխան գիտելիքներ եւ փորձ եւ այլն, հա, ինչ որ արտահերթ process-ներ են եւ գուցե ինչ որ իմաստով այդ նեոլիբերալները նստած սպասում են Թրամփի ձախողմանը, որ նորից ինչ որ իշխանության գան։ Վստահաբար, այսինքն նույնիսկ, այսինքն դա որևէ դեմոկրատական համակարգի համար նորմալ բան է, երբ որ հակառակորդները սպասում են քո ձախողմանը կամ ինչ որ հաշվարկներ են անում քո ձախողման հետ կապված, ձգտում են իշխանության, դա ինքնին բան չի, նոր երևույթ չի կամ առանձնապես դատապարտելի էլ չի։ Խոսքը այն մասին է, որ իսկապես Տրամպը եկավ մի մանդատով եւ մի քաղաքական իրականության պայմաններում, երբ գոյություն ունեցող ստատուս քվոն շատերի համար անընդունելի էր դարձել, թե արտաքին քաղաքական, թե ներքին քաղաքական, եւ նրանից ակնկալում էին լուրջ փոփոխություններ, բայց լուրջ փոփոխությունները այդ բանով չի, ցանկությունով չի, դեկլարացիաներով չեն, մեծախոսությամբ չի, լուրջ փոփոխություններ անելու համար պետք է ունենալ լուրջ վերլուծություն, լուրջ պլաններ, հասկանալ թե ինչն է հնարավոր, ասենք Ուկրաինայի պարագայում Տրամպը ինչ որ խոստումներ տվեց, շատ մեծ խոստումներ չէ, ինչ որ հայտարարություններ արեց, շատ մեծ փոփոխություններ ենթադրող, բայց հետո աստիճանաբար պարզվեց, որ նա չի կարողանում դա ապահովել իրական գործողություններով եւ իսկապես ներսում բավականին լուրջ դիմադրություն կա, ու նա անընդհատ ինչ որ պատեպատ է խփվում եւ իսկապես այդ խնդիրն էլ կա, որ նրա շրջապատում, նրա ադմինիստրացիայում կան մարդիկ, որոնք կոմպետենտությամբ չեն փայլում, փորձով չեն փայլում, Ռուբիոն ամենասարսափելին չի։ Այդ բաները այդ Pete Hegseth-ը բան չունի, ընդհանրապես փորձ չունի այդ տեսակ գերատեսչություն ղեկավարել շատ բարդ է, ինչպես Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն է։ Վիտկոֆը ինչ որ բան է, անշարժ գույքի մագնատ է այդ մարդը, որը դարձել է հիմնական դիվանագետը։ Տրամպը եկավ իշխանության մի գաղափարախոսությամբ արտաքին քաղաքական, որը մերժումներ այդ նեոկոնսերվատիվ եւ նեոլիբերալ այդ ակտիվիստ ինտերվենցիոնիստ քաղաքականության շատ ռադիկալ մերժումը նույնիսկ կարելի ասել, նրա ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը բանն էր, այդ Ուոլսն էր, որը ամենաարմատական նեոկոնսերվատիվներից է եւ վերջերս նրան պաշտոնից ստիպված էր հեռացնելու, որովհետեւ Իրանի
պարագայում նա ինչ որ վարում էր իր առանձին քաղաքականությունը, որը չէր համապատասխանում Տրամպի նախապատվություններին։ Մի խոսքով կատարյալ քաոս է Տրամպի ադմինիստրացիայում իմ կարծիքով եւ դրա վրա ինչ որ դրա հետևանքով ինչ որ հաշվարկներ են անում Տրամպի հակառակորդները, մասնավորապես այդ 5 գծի շարունակողները եվրոպացիները ավելի համախմբվել են մի տեսակ եվրոպական այդ բաները ստատուս քվոյի կողմնակիցները, ինչ ասեմ, նեոլիբերալ կամ գլոբալիստական այդ ուժերը Եվրոպայում ավելի համախմբված են հիմա եւ սպասում են Տրամպի ձախողումներին, ինչը իռացիոնալ ակնկալիք չի եւ Ամերիկայի այդ հին էլիտաները նույնպես շատ-շատ հարցերում բան են անում, Տրամպին սաբոտաժ են անում, նաև սպասում են Տրամպի ձախողումներին եւ ինչ ասեմ, իրենց մկանները հիմա ցույց տալու փորձեր են անում նորից։ Պարոն Գրիգորյան, իհարկե սահուն անցանք Միացյալ Նահանգներին, բայց մի երկու կարճ ճշտում։ Ենթադրենք Փաշինյանը չի գնում Մոսկվա շքերթին մասնակցելու, ինչ է լինում դրանից հետո, եւ ենթադրենք գնում է մասնակցելու։ Չնայած շատերը օբյեկտիվորեն նշում են, այդքան կարևոր չի Փաշինյանի գնալը մասնակցելը, որքան Հայաստանից զորախումբ ուղարկելու հանգամանքը, որը տեղի չի ունենում։ Այս երկու դեպքում ինչ է լինում։ Ինքը ինչ հարց կկարողանա լուծել այս իրավիճակում։ Ռուսաստանը մի առիթով դուք նշել եք, որ այլևս չի հավատում Փաշինյանի արդյունքներին։ Կգնա նորից արդյունքներ կթափի, թե ինչ կանի, ինչ որ բան կփոխվի Ռուսաստանի դիրքորոշման մեջ։ Գիտեք, այդ տեսակ բաները երևի անկարևոր չեն, զորախումբ կուղարկի, չի ուղարկի, թե ինքը կգնա, չի գնա։ Դրանք ավելի շատ պարզապես ինչ որ սիգնալներ են, ինչ որ ինդիկատորներ են այդ երկրի կամ այդ վարչակազմի քաղաքականության, եւ ես կարծում եմ, որ ռուսները շատ լավ հասկանում են, թե Փաշինյանի քաղաքականություններից ինչ է ներկայացնում, ունեն իրենց վերաբերմունքը, այլ հարց է, թե ինչու հարաբերականորեն հանդուրժողական է նրանց վերաբերմունքը այս ամենի նկատմամբ, բայց դա չի խնդիրը։ Խնդիրը նրանց համար, նրանց տեսանկյունից այն է լինելու, թե իրականում Փաշինյանը ինչ քաղաքականություն է վարում։ Այսինքն փոխվելու է նրա քաղաքականությունը, իրական քայլեր անելու է նա իր քաղաքականությունը փոխելու, թե շարունակելու է նույն գիծը։ Այսինքն Ես ներողություն եմ խնդրում, հենց այս պահին մենք խոսում ենք պաշտոնական տեղեկություն ստացանք արդեն, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա մասնակցելու հաղթանակի օրվան նվիրված շքերթին, հաստատվեց գնալը։ Շատ լավ, թող գնա, բայց այսինքն Մոսկվա գնալը ու այդ շքերթին մասնակցելը դեռ ամեն հարց չի, որ լուծում է, այսինքն նա կարող է գնալ այդ շքերթին մասնակցել եւ շարունակել նույն քաղաքական գիծը, եւ այդ շքերթին մասնակցությունը շատ մեծ բան չի տալու, մեզ շատ բան չի փոխելու։ Ես ավելի ուրախ կլինեի, եթե նա շքերթին չգնար ու հրաժարվեր իր այդ կործանարար քաղաքականությունից, այդ կործանարար գծից, քան թե գնար շքերթին եւ այդ գիծը շարունակի տանել։ Մի քանի օր առաջ Էստոնիա էր գնացել կոմունիզմի զոհերի հիշատակին ինչ որ ծաղիկներ էր դնում, վաղն էլ Բրյուսել կգնա, չգիտեմ, Կալասի հետ կհանդիպի կամ ինչ որ հերթական այդ բանը։ Հիմա Կալասը ոնց կվերաբերվի, որ սպառնացել էր, հա, գնացողներին, հիմա Կալասը ինչ կանի Փաշինյանի հետ։ Դե երևի ըմբռնումով կմոտենան մեր պարագայում, չգիտեմ, այդ սպառնալիքներն էլ, ընդհանրապես այդ Կալասի անձամբ հենց Կալասի գոյությունը այդ դիրքում երևի սա մի քիչ շեղում է մեր խոսակցության նյութից, բայց բանի դա էլ ցույցիչ է, թե ինչ աստիճանի է դեգրադացվել Եվրոպայում քաղաքական էլիտաները ինչ աստիճանի են դեգրադացվել։ Ես մի առիթով նույնիսկ Twitter-ի վրա գրել էի, որ այս կինը երևի ուզում է ապացուցել, որ նեգատիվ IQ հնարավոր է ունենալ։ Մի զարհուրելի բան է ուղղակի, անպատկերացնելի բան է, որ Կալասի պես մեկը կարող է այդ դիրքում լինել, կարող է Էստոնիայի վարչապետը լինել, Էստոնիայի պես երկրի վարչապետը լինել եւ այլն։ Կալասը ինչ որ հայտարարություններ է անում,
Ուրսուլա վոն դեր Լեյենը ինչ որ հայտարարություններ է անում, այդ հայտարարություններին էլ շատ լուրջ վերաբերվել պետք չի, բայց այդ նույն տրամաբանությունն այստեղ էլ է գործում իմ կարծիքով։ Փաշինյանի Մոսկվա գնալ չգնալը մեծ նշանակություն չունի, եթե եվրոպացիները համարում են, որ Փաշինյանը նույն գիծն է շարունակում, եթե եվրոպացիները վստահ լինեն, որ նա նույն գիծն է շարունակում, այդ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու գիծը, Արևմուտքի հետ, Եվրոպական միության հետ ինտեգրվելու գիծը, Մոսկվա գնալը հեշտ է բացատրել ռուսների ինչ որ զայրույթից խուսափելու կամ հակազդեցությունից խուսափելու որպես քայլ։ Բայց այսինքն կարող են ինչ որ վստահեցնել կամ ինչ որ բաներ տալ ինչ որ արգումենտներ բերել եվրոպացիներին, որ իրականում քաղաքականությունը չի փոխվում, ստիպված էինք մենք դա անելու, բայց դա մեր քաղաքականության վրա չի ազդելու։ Իդեպ շատ հետաքրքիր մի տվյալ նաև հեռուստադիտողի համար առանձնացրեցի, երբ որ Փաշինյանը Էստոնիայի վարչապետի հետ այդ համատեղասուլիսի ժամանակ էլ հնչեց օգնություն, աջակցություն էր խնդրում եւ փորձում էր ընդօրինակելու օրինակ որպես ներկայացնել Էստոնիան տնտեսական ժողովրդավարական ժողովրդագրական իմաստով այսպես, բայց փաստ է այն, որ նույն Էստոնիան համախառն ներքին արդյունքով 23 թվականին լուրջ կրճատում է ունեցել 3%-ով, ինչը դարձել է Եվրամիության ամենավատ ցուցանիշներից մեկը։ Ասեն Փաշինյանը ուզում է ընդօրինակել մի երկրի, որն ունի ամենավատ տնտեսական ցուցանիշները, օրինակ 23 թվականին։ Սա շատ հետաքրքիր է։ Ուրսուլա վոն դեր Լայենի հայտարարության մասին խոսեցիք, ես դա առանձնացրել եմ, ուզում էի ձեզ հետ քննարկեմ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունները Սամարղանդում, ըստ էության կրկնում է նույն Բայդենի վարչակազմից Բլինքենի տեղակալ Օբրայենի խոսքերը կարելի է ասել, մեջբերեմ տիկին ֆոն դեր Լայենի խոսքը, ասում է սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ հարավային երկրների հետ սահմանային սահուն անցումները 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային ավելի քան երբևէ կմոտեցնի։ Այստեղ ինձ համար ինչ որ իմաստով նաեւ, պարոն Գրիգորյան, գուցե դուք կհասկանաք դա ինչ նկատի ունեմ, բանալի արտահայտություն է 30 տարի ձևակերպումը, որ 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Ինչ է սա նշանակում։ Ինձ թվում է շատ բան չկա այդտեղ մեկնաբանելու, ինքը արդեն բավականին հստակորեն արտահայտված միտք է։ Ես նորից եմ մի քանի առիթով սա ասել եմ, երբեմն զարմանում եմ, որ ինչ որ բաներ այդ տեսակ բաց ու անկեղծ եվրոպական կամ ամերիկյան չինովնիկները արտահայտում են իրենց նախապատվություններն ու տեսակետները, ճիշտ էիք, դուք Օբրայանը շատ անկեղծացավ այդ կապակցությամբ, երբ որ Հայաստան էր այցելել սրանից, ինչ էր, մի տարի առաջ էր, ինչ էր, չեմ արդեն, մոտավորապես մի տարի առաջ էր։ Հա, գաղտնիք չկա, այն գլխից Միացյալ Նահանգների Եվրոպան չգիտեմ ինչքանով էր դրանով հետաքրքրված այն ժամանակ, բայց Միացյալ Նահանգներում այն Գոբլի պլանի գոյությունը արդեն 90-ականների սկզբից, երբ որ այդ պլանը մեջտեղ եկավ։ Այսինքն այդ գաղափարը այնտեղ ինչ որ ֆորմատով, ինչ որ ձևով, եթե նույնիսկ տարբեր շրջաններում, տարբեր ժամանակահատվածներում հստակորեն չի արտահայտվել կամ օրակարգի մաս չի եղել, դա միշտ ինչ որ ձևով գոյություն է ունեցել, որ շատ կարևոր ստրատեգիական փոփոխություն կլինի ռեգիոնում, եթե հնարավոր լինի այդ միջանցքը բացել, եթե հնարավոր լինի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ինչ որ ձևով լուծել ու այդ հարավային Կովկասը անջատել Ռուսաստանից, այդ կոմունիկացիաները այնպես անել, որ Ռուսաստանը դրա վրա վերահսկողություն չունենա, նույն է 90-ական թվականներին, ասենք Բաքու-Ջեյհանի կառուցումը, չէ՞։ Տնտեսապես ավելի շահավետ տարբերակը ինչ որ Նովորոսիսկ տանելն էր այդ եւ Որին Նովորոսիսկ պաշտոնական Երևանը այդ ժամանակ հավանություն էր տվել։ Պաշտոնական Երևանը ես չեմ հիշում ինչ հավանություն էր տվել Բաքու-Ջեյհանին, պաշտոնական Երևանը այն ժամանակ շատ բան չէր կարող անել Բաքու-Ջեյհանն արգելափակելու համար,
պաշտոնական Երևանում այն ժամանակ խոսակցությունները նաև այն մասին էին, որ լավ կլիներ, որ այդ կոմունիկացիաները Հայաստանով անցնեին, բայց բնականաբար դա չէր կարող տեղի ունենալ, քանի դեռ Արցախի հարցը լուծված չէր։ Այսինքն դրանում շահագրգռված էին այդ նավթային ֆինանսական կորպորացիաները։ Ես կարծում եմ նավթային ու ֆինանսական կորպորացիաները չէին դրանում շահագրգռված։ Նավթային ու ֆինանսական կորպորացիաները մեկ էր, որտեղով կանցներ նավթը ոնց կծախեն։ Դրանում այդ ճանապարհը ավելի շատ զուտ ստրատեգիական իմաստ ուներ եւ դա արվում էր քաղաքական նկատառումներով, մասնավորապես Ռուսաստանին այդ ճանապարհի վերահսկողությունը թույլ չտալու համար։ Հա, բան չի փոխվել, պարոն Գրիգորյան, եւ տնտեսական եւ քաղաքական շահ։ Իսկ քաղաքականությունը ինձ թվում է, ինչպես քաղաքագետներն են ասում, ճիշտ է, որ պետք է փնտրել ֆինանսական տնտեսական շահը։ Սովորաբար այո, երբեմն այդ տնտեսական ու քաղաքական ստրատեգիական շահերը նույն ուղղությամբ չեն գնում եւ այդ տեսակ դեպքեր կան, մասնավորապես օրինակ բանի Իրանի հետ ժամանակին ամերիկյան նավթային ընկերությունները շահագրգռված էին Իրանի հետ հարաբերությունների նորմալացմամբ, որովհետև կարող էին այնտեղ բիզնես անել ահագին։ Եվ այն հանգամանքը, որ այդ նորմալացումը տեղի չի ունենում, այսինքն տնտեսական շահերով բացատրել հնարավոր չի։ Իրականում նավթային ընկերությունները լրիվ այլ նախապատվություններ ունեին Իրանի հետ հարաբերությունների կապակցությամբ, դրա բացատրությունը այլ տեղ պետք է փնտրել։ Հիմա այս պարագայում էլ, ասենք էլի հաշվարկներ էին անում, բան էին անում, թե որտեղով ամենաշահավետ տարբերակը կլինի այդ նավթամուղն անցկացնելը։ Ես հիմա այդքան լավ չեմ հիշում մանրամասները, բայց ես հիշում եմ, որ նման տնտեսական հաշվարկներ կային, որ դա ամենաշահավետ տարբերակը չէր, ամենաշահավետ ճանապարհը չէր, բայց դրա իմաստը ստրատեգիական էր, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի այդ ծրագրերից։ Ընդհանրապես Ռուսաստանին այդ նպատակների համար պետք էր Արցախի այս հանգուցալուծումը, որը տեսանք Փաշինյանի ձեռամբարձ է։ Հանգուցալուծումը, այսինքն Միացյալ Նահանգների ու Արևմուտքի համար իսկապես պետք էր Արցախի հանգուցալուծումը։ Դա կասկածից վեր է, որ նրանց այդ որևէ տարբերակով այդ հարցի լուծումը, խաղաղության հաստատումը նրանք դիտարկում էին ցանկալի եւ համարում էին, որ այդ հարցի լուծումը թույլ կտա նրանց, այսինքն ռեգիոն ավելի ազատ մուտք ունենալու, տնտեսական մուտք ունենալու, քաղաքական մուտք ունենալու, այդ երկրները ավելի պակաս կախվածություն կունենան Ռուսաստանից եւ այլն եւ այլն։ Բայց Արցախի հարցի այս տեսակ լուծումը, այսինքն բոլորին պարտադիր չի, որ այս տեսակ լուծում լիներ։ Այսինքն նրանց համար մեկ էր, եթե Ադրբեջանը համաձայնվեր այն ժամանակ, եթե Ադրբեջանը համաձայնություն տար, որ Արցախը անցնի Հայաստանի վերահսկողությանը, նրանք դրա հետ էլ խնդրեմ չէին ունենա։ Ես չեմ ուզում, այսինքն ես միշտ բանով եմ վերաբերում, որոշակի վերապահումներով եմ վերաբերում այդ բանին, այդ տեսակետներին, որ հարցի լուծումը պարտադրվեց դրսից։ Այո։ Այսինքն դա երկու կողմից էլ արվում է սովորաբար։ Մի կողմը ասում է ռուսները դա արեցին, ռուսները մեզ դավաճանեցին, ռուսները այդ պատերազմը սանձազերծեցին կամ նախաձեռնեցին եւ այլն, մյուս կողմը ասում է ամերիկացիները դա արեցին։ Իրականում լուծումներ առաջարկում էին մեզ եւ ռուսները եւ արևմուտքը ժամանակին եւ միասնաբար են այդ լուծումները առաջարկել ժամանակին։ Մենք ենք դա մերժել, մեր դիվանագիտությունը շատ մեծ պատասխանատվություն է կրում Արցախի հարցի նման լուծման, այս տեսակ լուծման համար, բայց այդ մի հարցում ես համաձայն եմ ձեզ հետ, նրանց համար լրիվ միևնույնն է ոնց կլուծվեր հարցը։ Սա էլ է իրեն ձեռնտու եւ պատերազմից հետո այստեղ հետաքրքիր բան կա, հետաքրքիր տարր կա իրականում։ Պատերազմից հետո Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հստակ տարբերություն կար հարցի լուծման, ուրեմն հարցը թե ինչպես պետք է լուծվի, նրանց մոտեցումների մեջ միջև բավականին հստակ տարբերություն կար։ Ռուսաստանը կողմ էր, որ արկախվի Արցախի կարգավիճակի հարցը, Ռուսաստանը ստիպում էր, որպիսի այդ հարցը լուծվի ռուսական միջնորդությամբ, այդ միջանցքը բացվի ռուսական վերահսկողությամբ ու երաշխիքով եւ այլն եւ այլն։ Արևմուտքը նախընտրում էր, որ այդ հարցը լուծվի այս արմատական ձևով։
Եթե Եվրոպացի արևմուտքի համար միևնույն էր, ինչպես կլուծվեր պարոն Գրիգորյանի այդ հարցը 98 թվականին նուլանդներով, նույն Վիկտորյան նուլանդներով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը չէին պատրաստի եւ Ռոբերտ Քոչարյանին աջակցեին իշխանության գալ Հայաստանում նախագահի պաշտոնում։ Այսինքն այդ հա դա էլ հետաքրքիր խոսակցություն է, դա ես առանձին այլ թեմա է գուցե մի առանձին թեմա է, այդտեղ էլ որոշ կքննարկենք, որովհետև այդ ժամանակ բարդություններ կան։ դարձյալ այդ նույն նավթային եւ ֆինանսական կորպորացիաներն էին շահագրգռված եւ այս մասին նույնիսկ զրուցել եմ ոչ եթերում Լևոն Զուրաբյանի հետ եւ հետաքրքիր էր թե այն ժամանակ ինչպես էին այդ կորպորացիաները իրենց դեմ աշխատում։ Դրա համար 100%, այդտեղ որևէ տարաձայնություն չկա եւ այդ կորպորացիաները սկսեցին աշխատել արդեն 95 թվականից Հայաստանի Դե դրա դեմ։ համար եմ ասում, հետաքրքիր է Ուրսուլա վոն դեր Լայենը, որ ասում է 30 տարի, նշում է նա, 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Հա դե դա բան չի, իմ ասածին առանձնապես չի հակասում դա, որ այն ժամանակ իրենց համար միևնույնն էր ոնց կլուծվեր, այսինքն Արցախի այդ տեսակ արմատական լուծումը կամ Արցախի հայաթափումը նրանց նախապատվությունների մեջ չէր, նրանց նախապատվությունների մեջ էր Արցախի հարցի լուծումը եւ չմոռանանք, որ 97 թվականին այդ բանը, այդ ԵԱՀԿ-ի այդ փուլային տարբերակը ամերիկացիներն էլ էին կողմ, այսինքն այդ ազատության բանը երևի տեսել եք այդ հետաքննական այդ նյութը, դա հետո եկավ, այսինքն այդ բանի, այդ հրաժարականի հետ կապված նրանց վերաբերմունքը, թե որքան ուրախ էին նրանք այդ իշխանափոխության համար եւ այլն, ինչքան իրենց համար անհարմար պարտնյոր էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ ամեն ինչը կա, բայց դա իսկապես առանձին խոսակցության նյութ է։ Այն որ նրանց համար միևնույնն էր ոնց կլուծվեր, այդ թվում այս տարբերակով, ինչ տարբերակով որ լուծվեց Արցախի հարցը, հա ես այդտեղ համաձայն եմ։ Ես Եվ ինչու եմ այս թեման բացում, ինձ համար հիմա հետաքրքիր է, քանի որ ֆոն դեր Լայենները շարունակում են այս թեման եւ Թուրքիայից, Ադրբեջանից տարբեր պաշտոնյաներ Զանգեզուրի միջանցքի հետ կապված իրենց շահերն են առաջ մղում եւ այնպես են խոսում, կարծես ահա բացվելու է եւ իսկապես Հայաստանը դուրս է այդ ամեն ինչից։ Հայաստանի կարծիքը ոչ մեկ չի հարցնում։ Այս իմաստով շատ հետաքրքիր է, հա, եւ ֆոն դեր Լայենի ասածը ըստ էության դարձյալ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին։ Ինձ հիմա հատկապես հետաքրքիր է հարցի այդ կողմը, եթե օրինակ ԱՄՆ նախորդ վարչակազմը ամեն ինչ անում էր, որ Զանգեզուրի միջանցքը բացվի եւ որպեսզի թույլ չտա ռուս-իրանական համագործակցությունը կամ գործակցությունը, ապա ինձ հետաքրքիր է հիմա Թրամփի կառավարությունը ինչպես կվերաբերվի դրան, որովհետև ըստ էության Թուրքիան, Ադրբեջանը եւ Իսրայելը, Բրիտանիան, հա, տարբեր կողմեր շահագրգռված են, եվրոպական տարբեր երկրներ, կորպորացիաներ այս հարցը առաջ են մղում։ Ինձ հետաքրքիր է այս թեման հատկապես այսօրվա, հա, պրիզմայով, որովհետև սեղանին դրված է միևնույն է Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այդ հարցում ինձ թվում է մեծ փոփոխություններ Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ չկան, այն ինչ որ Օբրայենը ասել էր այն ժամանակ, ինձ թվում է ուժի մեջ է։ Միակ բանը թերևս այն է, որ եթե այն ժամանակ Բայդենի ադմինիստրացիան կամ ասենք այդ նեոլիբերալ ինտերվենցիոնիստներն էին իշխանության, նրանք շատ ավելի ինչ ասեմ, եռանդուն կերպով խառնված էին այդ գործին։ Հիմա Տրամպի ադմինիստրացիայի քաոսը ես որ նկարագրեցի, կամ Տրամպի ադմինիստրացիայի որոշ դիրքորոշումներ, որ նրանք այդ տեսակ հարցերի մեջ նման խորը ներգրավվածության մտադրություններ, տրամադրություն չունեն, դա կարող է ինչ որ կերպ փոխած լինել Միացյալ Նահանգների ակտիվության մակարդակը, բայց ընդհանուր առմամբ ինձ թվում է դա նույնիսկ սպիտակ տան մակարդակով չեն այդ բաները, այդ խոսակցությունները կամ այդ թեման քննարկման առարկա ավելի շատ պետ դեպի մակարդակով, չգիտեմ, այնտեղ բյուրոկրատիայի մակարդակով, այնտեղ ինձ թվում է շատ բան չի փոխվել։ Եթե դա բացվում է ռուսական վերահսկողությամբ կամ ռուսական երաշխիքով, նրանց համար դա թերևս անցանկալի է, վստահաբար անցանկալի է, նրանց համար շատ ավելի ցանկալի կլինի, որ այդ միջանցքը բացվի առանց ռուսական եւ առանց նաեւ Իրանը, չնայած ասենք Իրանի վերահսկողության կամ Իրանի կողմից ինչ որ ներկայության հարց այդտեղ չկա, բայց հա նրանց համար նախընտրելի է որ դա լինի ուղղակի երկկողմ
համաձայնությամբ երկկողմ ինչ-որ ֆորմատով առանց որևէ երրորդ կողմի ներկայության ու երաշխիքի։ Ինչը նրանք համարում են, որ թույլ կտա Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Նորից ես Նույն պլանները, այո։ հիշեցնեմ Օբրայանի հստակ հայտարարությունները ազատությանը տված իր հարցազրույցում, որ հիմնական մտադրությունն այն է, որպեսզի Ռուսաստանը մասնակից չլինի այդ ծրագրին, դրանից հետո տեղի ունենալիք ինչ որ համաձայնություններին, կնքվելիք համաձայնություններին ու տնտեսական ծրագրերին, նա հստակորեն դրա մասին խոսեց, այսինքն բան չի, սա վերագրում չի Միացյալ Նահանգներին, սա ինչ որ դավադրապաշտական տեսություն չի, ես ընդհանրապես ցիտում եմ Օբրայանի ասածը եւ պատճառներ չունեմ մտածելու, որ արմատապես փոխվել է այդ հարցում Միացյալ Նահանգների վերաբերմունքը, նորից բացի այն նկատառումից, որ հիմա այնտեղ շատ ավելի մեծ քաոս է, շատ ավելի քիչ ուշադրություն է երևի հատկացվում այս խնդրին, բայց մեծ հաշվով շատ տարբերություն չկա։ Այս կապակցությամբ մի բան ասեմ իրականում։ Այդ քաոսն ու քիչ ուշադրությունը, երբ որ դրա մասին խոսեցի, նվազած ուշադրության մասին խոսեցի։ Մի ուրիշ հանգամանք այնուամենայնիվ կա, որի մասին պետք է լրջորեն անհանգստանալ։ Իսրայելը հիմա շատ ինտենսիվ կերպով զբաղված է այդ երրակողմ ինչ որ ֆորմատ ստեղծելու գործով Ադրբեջանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև։ Սրանից մոտավորապես մի ամիս առաջ կամ գուցե մի քիչ ավելի շատ Jerusalem Post թերթում հոդված եղավ, երբ որ այդ դելեգացիան Իսրայելից եկել էր Ադրբեջան եւ շատ, այսինքն գաղտնիք չի թե հիմա Իսրայելի հիմնական գերնպատակը ինչ է, ստրատեգիական, դա բանն է, պայմաններ ստեղծելն է եւ ստիպելն է, որ Միացյալ Նահանգները հարվածեն Իրանին։ Դրա համար Էրդողանը խափանեց Նեթանյահուի այցը եւ օդային տարածքը չբացեց։ Ես կարծում եմ եւ դրա համար եւ ասենք այդ Նաեւ Ադրբեջանի միջնորդական առաքելությունը Սիրիայի հարցով խափանեց ըստ էության։ Ես կարծում եմ, որ այդտեղ ինչ որ խնդիրներ կան, մասնավորապես Թուրքիայում որոշակի անհանգստություններ գոյություն ունեն Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ եւ նաեւ չնայած Թուրքիան ու Իրանը բարեկամական երկրներ համարել չի կարելի, բայց պետք է ուրեմն ընդունել այն, որ Թուրքիան մեծ վերապահումներ է ունեցել այս վերջի մի երկու տասնամյակի ընթացքում այդ ճնշումներին, Իրանին հարվածելու փորձերին, Իրանի դեմ ինչ որ այդ կոալիցիային միանալու ճնշումներին եւ այլն։ Եվ ընդհանրապես Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները չնայած նրանց համագործակցությունը շատ ու շատ հարցերում շարունակվում է, բայց ինչ որ խնդիրներ կան Իսրայելի ու Թուրքիայի միջև, ինչ որ տարաձայնություններ, ինչ որ լուրջ կոնֆլիկտներ, նույն քրդերի հարցում, նույն Սիրիայում նրանց ներկայությունը բավականին լուրջ հակամարտություն է ստեղծել նրանց միջև։ Մի խոսքով, որոշ խնդիրներ կան նաև Ադրբեջանի ու Թուրքիայի միջև այդ կապակցությամբ, Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունների կապակցությամբ եւ Իրանի դեմ այդ գործողությանը Ադրբեջանին մասնակից դարձնելու կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ բայց այդ ճնշումը կա Իսրայելի կողմից, այդ փորձերը կան Ադրբեջանին այդ կոալիցիայի մեջ ներգրավելու, Ադրբեջանի տարածքը օգտագործելու Իրանի դեմ եւ բնականաբար Արցախի տարածքները հիմա ինչ որ սակարկություն է գնում, թե Ադրբեջանը ինչ է ստանալու նման ռիսկի դիմելու համար, այսինքն այդ կոալիցիային միանալը որոշ ռիսկեր եւ որոշ գին է ենթադրում Ադրբեջանի համար, հիմա ինչ որ երաշխիքներ ու ինչ որ գին են պահանջում ադրբեջանցիները երևի կամ գոնե այդ կապակցությամբ ինչ որ սակարկություն է տեղի ունենում եւ ես կարծում եմ, որ այդ Միջանցքի հարցը հարավային Հայաստանի հետ կապված հարցերը ես կարծում եմ նաև այդ կոնտեքստում պետք է դիտարկել, ես կարծում եմ, որ դա խոսակցության առարկա է այդ բանակցություններում, այդ սակարկության մեջ։ Թերևս նախ դրանով է պայմանավորված Փեզեշքյանի որոշ հայտարարություններ, որը փորձագետների դրանք ուղղված են նախ եւ առաջ Ադրբեջանի դեմ,
զգուշացումներ ասում են ավելի շատ Ալիևին են ուղված եւ ըստ որոշ փորձագետների կամ Էրդողանը պետք է չլինի կամ Նեթանյահուն, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորվեն։ Մի պահ Նեթանյահուն չկար, մի քիչ հարթվել էր, ասում են փորձագետները, այնքան են իրար ատում, որ գոնե մեկը պետք է չլինի, որ երկու պետությունների միջև ինչ որ հարցեր կարգավորվեն։ Բայց այստեղ շատ հետաքրքիր է Ադրբեջանի, Չինաստանի եւ Իրանի հետ, իհարկե ոչ միասին, առանձին փոխհարաբերությունները, տարբեր համաձայնագրերի կնքումը, որ մեզ մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս։ Այն ժամանակ, երբ որ Հայաստանում 9 ամիս էր Չինաստանը դեսպան չուներ, մինչև Ադրբեջանի հետ այդ համաձայնագրերը, ընդ որում բազմապրոֆիլ տարբեր ոլորտներ, կարևոր անվտանգային ոլորտներ եւ տնտեսական ոլորտներ ներառող այդ համաձայնագրերը կնքվեցին, հետո Չինաստանի դեսպան ունեցանք։ 9 ամիս մենք չունեինք եւ Փաշինյանը չգիտեր ինչն է պատճառը, արտգործնախարարությանը նույնիսկ հարց էինք տվել, ասել էին գնացեք Չինաստանի դեսպանատնից հարցրեք, թե ինչու դեսպան չունենք Հայաստանում։ Ինձ հետաքրքիր է այս համաձայնագրերը, որ ձեռք է բերել Ադրբեջանը, Չինաստանի, Իրանի հետ, սա մեզ համար ինչ վտանգներ է պարունակում։ Մեզ համար վտանգներ է պարունակում այն, որ մենք շարունակում ենք այս նույն գիծը, այդ առանց շուրջը նայելու, այդ նույն պատրանքների վրա հիմնված ինչ որ քաղաքական գիծ կա, որի ամբողջ իմաստը, չգիտեմ, մեր բոլոր անգլերեն մի արտահայտություն կա, բոլոր ձվերը դրել են մի զամբյուղի մեջ, այսինքն այդ երկրի կողմնորոշումը փոխելու Եվրոպական միության հետ ինչ որ հարաբերություններ հաստատելու այդ գերնպատակը ինձ թվում է խանգարում է Հայաստանին ավելի բազմապրոֆիլ քաղաքականություն վարելու։ Իհարկե այստեղ կա նաև այն հանգամանքը, որ պատերազմից հետո, մեր կատաստրոֆիկ պարտությունից հետո մեր արժեքը նվազել է միջազգային պարտներների համար, բոլորի համար է նվազել։ Այսինքն այդ մենք կարող ենք բողոքել, մենք կարող ենք դրանից նեղվել, մենք կարող ենք ինչ որ հերթական անգամ արդարության ճակատին թքել, միջազգային հարաբերություններում գործ են ունենում իրենից ինչ որ բան ներկայացնող, ինչ որ կշիռ ունեցող, ինչ որ բան որոշող սուբյեկտների հետ։ Մեր սուբյեկտայնությունը շատ նվազել է այդ պատերազմից հետո, մեր դերակատարությունը, մեր ինքնուրույն որոշումներ կամ լուրջ որոշումներ կայացնելու մեր կարողությունը եւ փոխարենը աճել է Ադրբեջանինը։ Շատ լրջորեն աճել է Ադրբեջանի կշիռը միջազգային հարաբերություններում եւ բնականաբար Ադրբեջանի հետ ինչ որ մարդիկ գործ են ունենում, այդ թվում նույն եվրոպացիները։ Այսինքն կալասը վերջերս Ադրբեջանում էր Ուրսուլա վոնդեր Լայենը հայտարարություն արել կամ Եվրոպական միություններ ինչ որ հայտարարություն արել Ադրբեջանի հետ իրենց սերտ համագործակցության կարևորության մասին եւ այլն, Ադրբեջանի էներգակիրները որքան կարևոր են Եվրոպայի համար որպես ալտերնատիվ եւ Բայց այլն եւ դրան այլն։ զուգահեռ Եվրոպան որոշակիորեն կրճատում է Ադրբեջանի որոշ նախագծերի ֆինանսավորումը։ Հոգ չի դա, այդ շատ կարևոր չի։ Նույնիսկ երևի ադրբեջանցիները ուրախ են, որ այդ նախագծերի ֆինանսավորումը Եվրոպական միությունը կրճատել է, չգիտեմ ինչ նախագծերի մասին է խոսքը։ Եթե էլի այդ, չգիտեմ, մարդու իրավունքների կամ ժուրնալիստների ազատության հետ կապված նախագծեր են, ադրբեջանցիները դրանից թերևս շատ չեն տխրի, որ այդ կամ գոնե Չէ, Ադրբեջանի դրանք չեն, հակառակը ինքը դրանց դեմ Ալիևը քայլեր արեց, ինչը մտահոգեց եվրոպացիներին, տնտեսական որոշ նախագծերի մասին է խոսքը, այդ չգիտեմ։ հակառակը Ադրբեջանը մուննաթ է գալիս, ասում է պետք է ներդնեք, բա ինչ պիտի անեք Հա դե այդ Եվրոպայի չգիտեմ, միասին։ դրա մանրամասները չգիտեմ, բայց ճշմարտությունը, այսինքն գիտենք նաև, որ չնայած ինչ որ նախագծեր գուցե չեղարկվել են, Ադրբեջանի հետ սերտ տնտեսական համագործակցությունը, մասնավորապես էներգակիրների ուրեմն ներմուծումը Ադրբեջանից եվրոպացիների համար մնում է շատ կարևոր խնդիր։ Եվ նորից եմ ասում, մի քանի օր առաջ էր բառացիորեն, որ Կայա Կալասը գնացել էր Ադրբեջան եւ նրանց համագործակցությունն ակնհայտ է
շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ գործ ունենալու ակնհայտ է, ես չեմ զարմանում, որ Չինաստանն էլ ինչ որ նման քայլեր է ձեռնարկում, այսինքն Չինաստանի համար այդ նույն տնտեսական ծրագրերը, նույն կոմունիկացիաների հարցերը եւ այլն, երևի Ադրբեջանի ներկայությունը այդ ծրագրերում նրանց համար նույնպես կարևոր է եւ նրանք Ադրբեջանի հետ նույնպես ինչ որ բանակցություններ են վարում այդ կապակցությամբ։ Դա իհարկե մեզ պետք է անհանգստացնի, բայց դրանից զարմանալ պետք չի եւ պետք է հասկանալ պատճառները որոնք են։ Ինչպես ասացի, մի կողմից մեր կշռի նվազեցման խնդիրը կա, մյուս կողմից մեր այդ անխոհեմ քաղաքականությունը, որ մեր գերնպատակը, ստրատեգիական գերնպատակը երկրի կողմնորոշումը փոխելն է։ Եվ շատ ու շատ երկրներ, նույն Իրանը, նույն Չինաստանը երևի, նույն Ռուսաստանը համապատասխան վերաբերմունք են ցուցաբերում այդ վարքագծի նկատմամբ։ Ուկրաինայի մասին խոսենք, հա, իհարկե անդրադարձակ որոշակի, մենք շատ հաճախ նույնիսկ մեր վերլուծություններում կամ մեր փորձագետները, քաղաքագետները, երբ որ խոսում են, նույնիսկ տնտեսագետները, այսպես սպասում են բոլորը, թե ինչով կավարտվի Ուկրաինայի հակամարտությունը, Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան բանակցությունները։ Փորձենք սրա մասին խոսել, ինչ զարգացում սպասել, ինչ ավարտ կարող է ունենալ կամ ընդհանրապես կավարտվի դա թե չէ։ Ես ճիշտ ասած Տրամպի իշխանության գալուց անմիջապես հետո ու այդ շատ արմատական հայտարարություններից հետո, ինչպես նաև այդ Զելենսկու այդ այցելությունից հետո, որ ավարտվեց Սպիտակ տանը տեղի ունեցած ֆիասկոյով ու շատ լուրջ փոխադարձ մեղադրանքներով, նաև դրանից հետո Տրամպը դադարեցրեց մի որոշ ժամանակ ռազմական տեխնիկայի մատակարարումը, իսկ որ ավելի կարևոր է, դադարեցին նրանք Ուկրաինային հետախուզական տվյալներ տալը, որը իրականում ամենամեծ աջակցությունն է եղել Ուկրաինային, շատերը դա չեն հասկանում, ամենամեծ օգնությունը Ուկրաինան որ ստացել է այդ հետախուզական տվյալներն են, տակտիկական հետախուզության մակարդակով։ Ես սկսեցի մտածել, որ թերևս հեռու չի այդ օրը, որ արդեն լուրջ բանակցություններ կսկսվեն եւ պատերազմը կդադարի։ Բայց իմ օպտիմիզմը այդ ժամանակ երևի արդարացված չէր, չնայած ես այն ժամանակ էլ ասացի, որ ամեն ինչ ավարտված համարել չի կարելի, լուրջ դիմադրության է հանդիպելու Տրամպը Ամերիկայի անվտանգության, Միացյալ Նահանգների անվտանգության էստաբլիշմենտում միատար չի այդ էստաբլիշմենտը եւ այնտեղ տարաձայնություններ կան եւ ներքին պայքար կա Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, Ուկրաինայում պատերազմը շարունակել չշարունակելու առումով հիմա պարզվում է, որ Տրամպը ինչ որ բաներ էր, ինչ որ ամբիցիաներ էր դրսևորել, ինչ որ ամբիցիաներ էր ցույց տվել, որոնք նա չի կարողանում իրականացնել։ Պատերազմը շարունակվում է, այդ հետո ինչ որ պահ երբ որ հասկացան, որ այդ արմատական բաները հնարավոր չի իրականություն դարձնել, սկսեցին ինչ որ ինչ ասեմ, այդ ծիծաղելի խոսակցությունները, ծիծաղելի բանակցային դիրքորոշումը, Ռուսաստանին բանանել, որ եկեք զինադադար կնքենք 30 օրով, հա, ռուսները հստակորեն ասել էին, որ նրանք զինադադար չեն կնքելու, ժամանակ չեն տալու Ուկրաինային, հա, նրանք զինադադար կնքելու են միայն եթե քաղաքական երաշխիքներ լինեն, եթե քաղաքական լուծում լինի, եթե քաղաքական լուծման լուրջ երաշխիքներ լինեն։ Պարզապես առանց դրա զինադադար կնքելու նստել բանակցությունները ռուսները թույլ չեն տալու։ Բայց Տրամպը շարունակեց այդ նույն գիծը պնդել, այդ նույն գիծը տանել եւ դա ինչ որ փակուղային բան է, փակուղի է մտել դա։ Եվրոպացիները բնականաբար շարունակեցին հին գիծը եւ Ուկրաինայում էլ Զելենսկին ու նրա շրջապատը շատ լավ հասկանում են, թե իրենց հետ ինչ տեղի կունենա, եթե նրանք փորձեն Ռուսաստանի հետ լուրջ բանակցություններ վարել պատերազմը ավարտելու կապակցությամբ։ Հետևաբար սա շարունակվելու է, դեռ այն կետին չի հասել, որ նրանք դիմադրելու կարողությունը բացարձակապես կորցրել են։ Հետևաբար նրանք հույսները դնելու են, որ պետք է ժամանակ շահել, մի բան կլինի, չգիտեմ, Ամերիկայում այդ էստաբլիշմենտի մեջ ինչ որ փոփոխություն կլինի Տրամպի Վարչախումբը, այո, Տրամպի վարչախմբին վրա այո,
հա, զսպաշապիկ կհագցնի այդ էստաբլիշմենտը, եվրոպացիները Լրիվ կօգնեն, Նիկոլ վիճակ է, ինքն էլ է սպասում, որ այնտեղ մի բան հա, կլինի Թրամփի հետ, ինչ որ որովհետև հրաշքի նաև են սպասում։ հակառուսական թևը իր հենարանը հիմնական, այսպես մոլորվածի պես են։ Չգիտեն Թրամփին քննադատեն, Միացյալ Նահանգներին քննադատեն, թե չէ հիմա Եվրոպային ավելի, եվրոպացիներին են ավելի մեջբերում օրինակներում իրենց նշում եւ այլն, մոլորված են։ Նույնը Ու բանն է։ մի հարցում Սպասում են։ մոլորված չեն, մի հարցում մոլորված չեն, շատ լավ գիտեն, վստահ են, որ մեր թաղապետարաններում տեղի ունեցող ծեծկռտուքները կազմակերպված են Կրեմլում։ Այդ հարցում մոլորված չեն, այդ հարցում Հա, 100%-անոց այդ վստահ։ ամենածիծաղելին էր այո, այս ամբողջ Հա, պատմության հա, մեջ։ բան կա, մի տերմին կա քաղաքագիտական, կոչվում է gambling for resurrection։ Դա մոտավորապես կարելի է թարգմանել որպես Խաղադրույք անեն։ խաղադրույք, ինչ որ հրաշքի հույսով, ինչ որ փրկության հույսով, այսինքն ոչ թե վարքագիծը, ոչ թե ռազմավարությունը կառուցվում է գոյություն ունեցող իրական փաստերի, նյութական փաստերի ու պրոցեսների ըմբռնման հիման վրա, այլ ինչ որ արտաքին սկզբունքորեն ոչ կանխատեսելի ինչ որ բան կարող է տեղի ունենալ։ Օրինակ ինչ որ հրաշքով Թրամփ այլևս չլինի, Թրամփի վարչակազմը Ինչ չլինի, որ նորից հրաշքով Տրամպը, լիբերալները գան։ հա, ինչ որ հրաշքով ինչ որ բան են պարզում, հետո Տրամպին իմպիչմենտ են անում լիբերալներն են գալիս նորից իշխանության, կամ եթե լիբերալները չեն, այդ բանը թող հանրապետական էստաբլիշմենտը լինի նեոկոնսերվատիվ, որոնք նույն բանն են իրականում այս հարցերում։ Չգիտեմ, Պուտինին կարող է ինֆարկտ խփել, Ռուսաստանում կարող է ինչ-ինչ պատճառով տարերային աղետ լինել, այդ տեսակ բաների վրա հույս Հա, դնելով, սրանք այսինքն թուղթ ու գիրել դա դա կանեն, որ դա Թրամփը կամ անծանոթ Պուտինը մեռնի։ երևույթ անծանոթ երևույթ չի, մեր մոտ նույնպես շատ հաճախ հենց այդ տրամաբանությամբ են քաղաքականություն կառուցել, այսինչ ցավոտ հարցը չլուծենք, այսինչ բաներից փողզիջումային տարբերակներից խուսափենք, դե մի բան կլինի, էլի ինչի ենք շտապում, հետո Աստված գիտի ինչ կլինի։ Այդ տրամաբանությամբ քաղաքականություն կառուցելը իրականում շատ կործանարար է, բայց ինձ թվում է Ուկրաինայում հիմա նույն բանն է տեղի ունենում։ Ես իսկապես, ես երեք մի ուկրաինացի բլոգերի էի հարցազրույց տալի, իրեն հարցն եմ տալիս, լավ, ինչի վրա է ձեր հույսը։ Ասում է, բայց բանը 4 նահանգ են պահանջում ռուսները, էս են պահանջում, են պահանջում, ասում եմ, լավ, 4 նահանգ են պահանջում հիմա, հետո 8 նահանգ են պահանջելու։ Այսինքն դրա մեջ է ձեր ընտրությունը բանի մեջ չի, 4 նահանգ եւ ոչ մի նահանգ։ Ձեր ընտրությունը 4 նահանգ եւ 8 նահանգի մեջ է։ Բայց դուք ձեզ համոզել եք, որ ընտրություն կա ինչ որ կամ այդ 4 նահանգն եք տալի կամ ոչ մի նահանգ ու շարունակելու եք կռվել։ Բանը այդ հոսքը քչացել է ռազմական աջակցության, ֆինանսական աջակցության հոսքերը քչացել են։ Տրամպը ինչ որ էս բաների հետ, այդ հազվագյուտ օգտակար հանածոների այդ բանը Պայմանագիրը արեց, այո։ պայմանագիրը կնքեց, Դե որը ըստ ներկա էության Ամերիկան ստացավ իր համար կարևոր բայց բան։ լավ, Ինչ որ իրան ավելի շատ հետաքրքրում էր։ հա, այդ իրան հետաքրքրում էր, բայց ասենք դա ներկայացնել, ուկրաինացիք դա ներկայացնում են որպես նոր շատ ծավալուն ինչ որ զանգվածային աջակցության փաստորեն Բայց ինչ աջակցություն, այսինքն քո ամբողջ ընդերքը վերցնեն ու դու համարում ես դա աջակցություն։ Ես չեմ հասկանում նույնիսկ Ուկրաինա։ պարագայում ես չգիտեմ ինչի վրա է իրանց հույսը։ Եթե նայում ես, ասենք, այն բաներին, այն զինատեսակներին, այն համակարգերին, որ Միացյալ Նահանգները ու Եվրոպան տրամադրել են Ուկրաինային կամ անհրաժեշտ է տրամադրել Ուկրաինային պատերազմը շարունակելու համար։ Սա իհարկե շատ տարօրինակ բան է, բայց այդ համակարգերի արտադրության առումով, նույն հրետանային արկերի կամ հրետանու արտադրության առումով, որը շատ կարևոր դեր է կատարում այս պատերազմում։ Ռուսաստանը շատ ավելի շատ է արտադրում, քան ամբողջ ՆԱՏՕ-ն միասին վերցրած։ Եվ այդ կառույցները վերականգնելու համար այդ հզորությունները վերականգնելու համար նույն Եվրոպայում տարիներ կպահանջվեն այդ բաները, այդ հզորությունները վերականգնելու համար։ Չգիտեմ, ուղղակի արդեն ակնհայտ է, որ այդ նույն ինտենսիվությամբ աջակցություն Ուկրաինան ստանալ չի կարող, դիվանագիտական աջակցությունը թուլանում է, նույն Տրամպի վարչակազմի իշխանության գալը, այդ խոսակցությունները Միացյալ Նահանգներում հստակ
ցուցիչներ են այն բանի, որ նույն մակարդակի նվիրվածություն արևմուտքից կամ Միացյալ Նահանգներից Ուկրաինան չի կարող ակնկալել։ Հստակ է դարձել նաև այն, վաղուց պիտի հստակ դարձած լիներ այն, որ ուղղակի միջամտություն Միացյալ Նահանգները կամ եվրոպացիները դրան չեն գնալու, այսինքն ուղղակի ռազմական ուժի տեղակայում Ուկրաինայում եւ բախում Ռուսաստանի հետ, որը կարող է միջուկային էսկալացիայի հանգեցնել, դա Բայդենն էլ էր շատ լավ հասկանում, ներքին խոսակցություններ կային, որոնք արդեն բացահայտվել են։ Վերջապես Ուկրաինան լրջագույն մարդուժի դեֆիցիտ ունի։ Եվ որևէ վերլուծություն պետք է հիմնված լինի այս գործոնների ըմբռնման վրա, այս գործոնները հաշվի առնելու վրա։ Բայց մարդիկ նորից շարունակում են խոսել այն մասին, որ արդար չի, միջազգային իրավունքին չի համապատասխանում, դա Ուկրաինայի սուվերենության խախտում է եւ այլն եւ այլն։ Այսինքն խոսակցությունը միշտ փոխվում է ինչ որ բանի, որի մասին չի այդ խոսակցությունը։ Այսինքն, պարոն Գրիգորյան, ստացվում է սպասում չկա, որ սա կավարտվի։ Ես կարծում եմ, սա դեռ շարունակվելու է կողմերը, ոչ ուկրաինացիները, ոչ ռուսները, ոչ առավել եւս արևմուտքը դեռ չեն եկել այն կետին, որ բոլորը միասին համարում են, որ շարունակելն այլևս իմաստ չունի։ Պատերազմները մենակ այդ դեպքում են ավարտվում։ Ուկրաինայում վախենում են տղամարդիկ տներից դուրս գան։ Հիշում եք, Բլինքենը, որ ասեց, մենք ձեզ զենք կտանք, բայց դուք շեմը իջեցրեք տղամարդկանց զորակոչի տարիքային շեմը իջեցրեք, մենք ձեզ մարդ չենք տալու։ Այսինքն ոչ մի ամերիկացի, ոչ մի եվրոպացի չի գալու ձեր համար կռվից, Ուկրաինայի համար զենք կտանք։ Հիշում եք Վիկտորիա Նուլանդը ամերիկացիներին հանգստացնում էր, որ ամերիկացիները նախընտրական շրջանում նույնիսկ ասում էին, որ մեր հարկերը բարձրացնում եք մեր հաշվին, Ուկրաինայում պատերազմ եք անում, փախստականներ բերում եւ այլն, մեր գրպաններն եք մտնում, Նուլանդը հանգստացնում էր ամերիկացիներին, ասում էր հանգիստ եղեք, մենք այդ զենքը որ վաճառում ենք, հետո այդ գումարը հետ է գալիս մեր երկիր։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ Ուկրաինայի տրամաբանությունը, եթե ամենալավ ժամանակներում, այսպես ասած, երբ որ Բայդենը անվերապահ աջակցում էր, ես հիշում եմ Թրամփը ասում էր ամենալավ բանն է, կոմերսանտն է, առևտրականն է, Զելենսկին մի հատ գալիս է այցով Միացյալ Նահանգներ, մի քանի 100 միլիոն դոլարի գործարք է կնքում գնում է։ Եվրոպան աջակցում էր այս խնդիրների մեջ խրված չէր։ Այսինքն այդ աջակցության պայմաններում, եթե իրենք միայն ձախողումներ, կորուստներ են արձանագրել եւ ամենակարևորը մարդկային կյանքեր են այդքան, զոհաբերվել։ Հիմա ինչին են սպասում, ում են սպասում, ինչա թե Զելենսկին իշխանություն չկորցնի, այդպես է ստացվում։ Այո, այդպես էլ կա, մենակ Զելենսկի չի։ Զելենսկին ու այդ ամբողջ վերնախավը Այնտեղի Ուկրաինայի ԿՊ-ն էլի, Զելենսկի եւ այնտեղի ԿՊ-ն։ դա էլ նրանց այցեքարտն է, նրանց քաղաքական ինքնությունն է։ Այսինքն բան չի դա պարզ ինչ որ ընտրություն չի երկու բանի միջև, երկու տարբեր քաղաքականությունների միջև, որը հիմնված է զուտ Ուկրաինայի շահերը հաշվի առնելով, ընդհանրապես սա շատ տարածված մոլորություն է մտածել, որ իշխանությունները բոլոր դեպքերում եւ միշտ առաջնորդվում են նման ստրատեգիական անալիզով, որը հիմնված է երկրի շահերի գիտակցման, երկրի շահերին ծառայող ինչ որ քաղաքականության սկզբունքի վրա։ Շատ հաճախ, այսինքն երբեմն դա այդպես է, երբեմն նման բաներ լինում են, նման իշխանություններ լինում են, շատ հազվադեպ իմիջիայլոց։ Բայց շատ հաճախ իշխանությունները որոշակի կամ գոյություն ունեցող այս կամ այն իշխանությունը որոշակի քաղաքականություն որդեգրում է ոչ միայն կամ ոչ գլխավորապես երկրի շահերից ելնելով, այլ նաև սեփական իշխանության, սեփական քաղաքական թիմի, քաղաքական գաղափարների, քաղաքականության մասին պատկերացումների հիման վրա։ Եվ այսօր Զելենսկին բազմաթիվ կամուրջներ է այրել, իսկ այրած կամուրջների վրայով հետ գնալը շատ դժվար բան է։ Զելենսկի շատ լավ հասկանում է եւ Զելենսկու շրջապատն է շատ լավ հասկանում, որ նման վարքագծի պարագայում, այսինքն նման փորձի պարագայում ոչ միայն նրա կյանքը վտանգված կլինի, այլ նաև նրա ամբողջ շրջապատի, նրա այդ ամբողջ ուկրաինական էլիտայի
դիրքերը վտանգված կլինեն, եթե ոչ նրանց, այսինքն նրանք ֆիզիկապես վտանգի առաջ կանգնած կլինեն։ Մի ուրիշ խնդիր էլ կա։ Ուկրաինայում այդ շատ ռադիկալ ազգայնականները նրանք պատրաստ են որևէ գին վճարելու այս պատերազմը շարունակելու համար ու քանի դեռ ինչ որ կարողություն կա դա անելու, նրանք պատրաստ են պարտիզանական պատերազմի, նրանք պատրաստ են ինչ որ այդ տեսակ ասիմետրիկ գործողությունների եւ այլն, միայն թե բան չանեն, միայն թե չգնան խաղաղության։ Նաև ինչ որ հույս կա, որ ռուսները այնուամենայնիվ ինչ որ գծից այն կողմ գնալու ցանկություն կամ կարողություն չունեն եւ ինչ որ պահի կարող է ճակատը ստաբիլիզացվել եւ ինչ որ բան ստանան իրենք, այդ frozen conflict, ծառեցված կոնֆլիկտի ինչ որ վիճակ ստեղծվի, որը իրենց համար քաղաքականապես նախընտրելի է։ Կամ պետք է Զելենսկին փոխվի, որի հետ կարողանան նստել նույն սեղանի շուրջ ինչ որ բան քննարկել։ Հակառակ դեպքում հնարավոր չի։ Այդ դեպքում դա հարցի մյուս կողմն է, այսինքն Զելենսկին կփոխվի թե չի փոխվի, եթե նրանք կարողանան հասնել այն բանին, որ ինչ որ գծի վրա ստաբիլիզացնեն ֆրոնտը, նրանց համար ավելի կարևոր է, որ չճանաչեն Ռուսաստանի ձեռքբերումները այդ պատերազմում, եթե թեկուզ դա անորոշ ժամանակով Ռուսաստանի վերահսկողության տակ մնա, քան եթե ավելի քիչ կորուստները ճանաչեն եւ ինչ որ խաղաղության գնան Ռուսաստանի հետ, որը հարցի վերջնական լուծում կլինի։ Այդ մոդելը ինձ թվում է նրանց համար հիմա բանն է, backup option, այսպես ասած, այդ մյուս տարբերակն է, որի վրա նրանք կարող են հենվել, որի վրա կարող են նրանք հույս դնել, եւ ես կարծում եմ, որ եւ Միացյալ Նահանգների էստաբլիշմենտի որոշ հատվածը եւ եվրոպացիները եւ Զելենսկու վարչակազմը ինձ թվում է պատրաստ չեն խաղաղության գնալու, ինձ թվում է նրանք համարում են, որ դիմադրության ռեսուրս կա, այդ տրամաբանությունը կա, որ նրանք ինչ որ հրաշք կարող է տեղի ունենալ, հիմա պետք չի շտապել եւ նաեւ այդ մտայնությունը կա, որ ավելի լավ է ինչ որ գծի վրա ստաբիլիզացնեն ֆրոնտը ու դրա հնարավորությունը գուցե կա, քան թե գնան վերջնական լուծման խնդրի։ Պարոն Գրիգորյան, ուզում եմ խոսենք Բանդեր Աբբաս նավահանգստի այդ պայթյունի մասին, որը գտնվում է Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի Հնդկական օվկիանոսի միացման մոտ։ Ըստ էության Բանդեր Աբբասը ինքը պարզապես մի սովորական շարքային նավամատույց չէ, այլ ունի աշխարհաքաղաքական լուրջ կշիռ, հա, սովորական պահեստային գոտի չէ։ Ինչով էր դա պայմանավորված ձեր կարծիքով, որովհետև ըստ փորձագետների սա այն հանգույցն է, որը պետք է ապահովեր բեռների արագ ու մատչելի տեղափոխումը Ռուսաստանից Հնդկաստան շրջանցելով արևմուտքը եւ այս պայթյունը փաստորեն վտանգի տակ էր դնում ոչ միայն այդ ուղին, այլև ամբողջ նախաձեռնության կենսունակությունը։ Հիմա ի վերջո դա այդ պայթյունը սովորական վթար էր, անփութության արդյունք էր, գուցե զգուշացնող ազդանշաններ, ինչ էր սա։ Գիտեք, տարբեր բացատրություններ կարող է ունենալ այդ պայթյունը, նաև, ասենք, Միացյալ Նահանգներում շատերի համար առաջին ինտուիցիան, առաջին հիպոթեզը այն էր, որ Իսրայելն է դա արել։ Խոսքս բանի մասին չի, խոսքս իշխանությունների ու էստաբլիշմենտի մասին չի, բայց ասենք շատ վերլուծաբաններ խոսեցին այն մասին, ասենք տեսակետ հայտնեցին, որ դա գուցե Իսրայելի կողմից արված քայլ էր։ Ես սովորաբար նման դեպքերում չեմ սիրում եզրակացություններ անել, որովհետև փաստերը չկան, այսինքն evidence, որպես այդպեսին, դրանք հաստատող փաստեր, այս կամ այն հիպոթեզը հաստատող փաստեր չունենք։ Իրանի դեպքում շատ է եղել պատմության ընթացքում, որ ինչ որ բաներ է պատահել, փաստերը ի հայտ են եկել մեկ կամ ավելի տասնյակ տարիներ հետո։ Դե տասնյակ տարիներ հետո երբ որ այդ փաստը բանդար Չէ, Իրանի կյանքում շատ է նման բաներ եղել, այո։ Հետագայում ասենք արևմտյան ինչ որ գործիչներ խոստովանել են, որ իրենց մատը խառն է եղել, օրինակ։ Շատ ճիշտ է, բայց ես նորից եմ ասում, այսինքն ես չեմ ասում, որ հետևաբար այդ հիպոթեզները բոլորը պետք է մոռանալ, այդ տարբերակները պետք է մերժել։ Խոսքը ընդհանրապես այն մասին է, որ առանց կոնկրետ փաստերի, առանց կոնկրետ փաստական նյութի նման եզրակացություններ անելը ինձ թվում է սխալ է, որը իհարկե շատ մոդայիկ մոտեցում է,
Ես ինքս ունեմ ինչ որ հիպոթեզ, ես ինքս ինչ որ կարծիք ունեմ, թե ինչն է ավելի հավանական։ Դե ասեք։ Բայց չէ, դա իմաստ չունի, այսինքն դրա մասին խոսելը, Բայց եթե հետաքրքիր էր, որ հաստատ Փեզեշքյանը, որ 120 հոգանոց պատվիրակությունով այդ ժամանակ գտնվում էր Ադրբեջանում, նա նույնիսկ չգիշերեց եւ հետաքրքիր էին այն վարկածները, թե ինչու Փեզեշքյանը արագ հետ վերադարձավ, իհարկե հիշել էին նաեւ Ռայիսի նախկին նախագահի ողբերգական այդ միջադեպը, որը դարձյալ դեռևս որևէ հստակ պատճառ նշված չէ, սկսած Իսրայելից, մինչև տարբեր մեղադրանքներ կան, ընդհանուր մինչև որ Ալիևի մատխառն է դրանում, եւ Փեզեշքյանը, որ չգիշերեց, բացատրում էին նրանով, որ այս Բանդար Աբասի միջադեպի հետաքննության համար կարևոր էր Փեզեշքյանի լինելը Իրանում, այսինքն պետք էր նա վերադառնար, որպեսզի վերահսկողության տակ առներ այդ նավահանգստի պայթյունի, այսպես ասած, հետաքննությունը, սա մի քիչ անլուրջ էր, բայց գուցե վախեցավ քնի Ադրբեջանում։ Չգիտեմ, իրականում բավականին մեծ լուրջ աղետ էր դա եւ նման բան տեղի ունենալու պարագայում սովորաբար դրսում գտնվող երկրի ղեկավարը վերադառնում է երկիր, չգիտեսել, ասենք, այդ պահին այդ պայթյունով սահմանափակվելու է, ինչ էր այդ պայթյունը, ուրիշ պայթյուններ են լինելու, ինչ է տեղի ունենում։ Այսինքն նման 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 աղետի պարագայում երկրի ղեկավարի վերադարձը ես տարօրինակ չեմ համարում առանձնապես։ Լավ, իսկ ո՞րն է ձեր կարծիքը կամ գերիշխող կարծիքը, այսպես ասած, ամերիկյան քաղաքագիտական, վերլուծական շրջանակներում։ Երիշխողը չգիտեմ, իմ կարծիքը այն է, որ հիմա ամեն կերպ փորձ է արվում, շատ երկար ժամանակ արդեն փորձ է արվում Իրանին ստիպելու ինչ որ քայլեր անել, ինչ որ պրովոկացիա կազմակերպել, որին Իրանը չի կարող չարձագանքել եւ այդ արձագանքը կստիպի Միացյալ Նահանգներին, այսինքն կկոտրի Միացյալ Նահանգների դիմադրությունը կամ Միացյալ Նահանգների էստաբլիշմենտի որոշակի հատվածի դիմադրությունը, ռազմական վերնախավի որոշակի հատվածի դիմադրությունը Իրանի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելու համար։ Իմ հիպոթեզը դա է։ Այսինքն բանակցությունների վրա հույս չեն դնում ոչ մի կողմ։ Բանակցությունը ես հիմա Իրանը, Միացյալ Նահանգներ։ երկու խոսք ասեմ, ոչ թե բանակցությունների վրա հույս չեն դնում։ Այդ բանակցություններում Իսրայելի ու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը ինչ որ բան ընդունելու տարբեր են։ Իսրայելը ընդհանրապես չի ուզում, որ այդ բանակցությունները հաջողվեն։ Բնականաբար։ Այդ բանակցություն, այսինքն այդ Նաթանյահուի պահանջը, որ պետք է Իրանը թույլ տա, որ այդ ամբողջ միջուկային ինֆրաստրուկտուրան հողին հավասարեցվի, այսինքն եթե դրան չհամաձայնվի Իրանը, ուրեմն որևէ համաձայնություն իմաստ չունի, եւ դրան չհամաձայնվելու դեպքում Միացյալ Նահանգները ճիշտ կանեն, որ ուրեմն ռազմական գործողություններ սկսեն, այսինքն միակ հնարավոր եւ միակ արդարացված վարքագիծը ռազմական գործողությունների սկսումը կլինի։ Դա հստակ է, այսինքն նույնիսկ ես չգիտեմ, որևէ մեկի համար պարզ է, որ Իրանը երբևէ նման բանի չի համաձայնվի, որ ամբողջ միջուկային ինֆրաստրուկտուրան պայթեցվի եւ հողին հավասարեցվի։ Դա բացառվում է։ Դրա մասին խոսել էր նաեւ Տրամպը վերջերս, որ նրանք պատրաստ են ընդունելու ինչ որ համաձայնություն, պատրաստ են ընդունելու ինչ որ տարբերակ, որը թույլ կտա Իրանին պահպանել իր միջուկային ծրագիրը որոշակի վերահսկողությամբ։ Վերջերս նաև այս կապակցությամբ շատ հստակ իրենց տարաձայնությունների մասին խոսակցություն է եղել, Տրամպը հիմա պատրաստվում է գնալ Մերձավոր Արևելք եւ այցելելու է Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ եւ մերժել է գնալ Իսրայել։ Ինչ որ տարաձայնություններ կան հութիների հետ այդ բանը, հութիների հետ զինադադարի մասին Տրամպի հայտարարությունը Վերջապես մի օրինագիծ էին մտցրել կոնգրես վերջերս, որով Իսրայելի դեմ բոյկոտ անող որևէ կազմակերպություն կամ բոյկոտ անող ինչ որ կազմակերպության հետ նույնիսկ համագործակցող սուբյեկտներ Միացյալ Նահանգներում ենթակա են ինչ որ սանկցիաների, այդ օրենքը նույնպես պարտվեց կոնգրեսում։
Գաղտնիք չի, որ տարաձայնություններ կան Տրամպի վարչակազմի եւ Նեթանյահուի միջև, բավականին լուրջ տարաձայնություններ կան, բայց այդ տարաձայնությունները նաեւ Միացյալ Նահանգների էստաբլիշմենտի ներսում են, եւ ես չգիտեմ դա ինչով է ավարտվելու։ Բայց հիմա շատ ու շատ բաներ մերձավոր արարելքում տեղի են ունենում այդ խաղաղ լուծումը անհնար դարձնելու նպատակով։ Իրանի հետ որևէ համաձայնության գալը անհնար դարձնելու նպատակով։ Ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք ասում են, որ ըստ էության Իսրայելն է թելադրում Ամերիկայի քաղաքականությունը եւ ոչ թե հակառակը։ Այդպես է ստացվում։ Դրա դեմ խոսելը գնալով ավելի դժվար է դառնում, այսպես ասեմ։ Եվ որևէ ձև չի կարող Միացյալ Նահանգները թոթափել, հա, այդ բեռը։ Միացյալ Նահանգների քաղաքական համակարգը շատ խոցելի է այդ տեսակ բաները, ընդհանրապես հրեաների ներգրավվածությամբ լոբիստական այո, ընկերությունների, անհատների այդ ներգրավվածությունը ես հրեաներ բառը չեմ սիրում օգտագործել։ Իրականում այդ քաղաքականությանը դիմադրող շատ ու շատ հրեաներ կան, դա քննադատող շատ ու շատ հրեաներ կան։ Ես ավելի շատ հակված եմ դրա մասին մտածելու եւ դա ձևակերպելու որպես պրոիսրայելական լոբի, քան հրեական լոբի։ Այդ պրոիսրայելական լոբիի մեջ մտնում են նաեւ շատ ու շատ ոչ հրեա նեոկոնսերվատիվներ, այդ ավետարանչական քրիստոնյաներ եւ այլն ավելի շատ այդ պրիզմայով է պետք նայել այդ ուժերին, քան թե զուտ ինչ որ հրեական լոբի սահմանման, բայց այո, այդ լոբին, այդ Իսրայելի կողմնակիցների լոբին շատ արմատական, շատ լավ ֆինանսավորված, շատ լավ, այսինքն խորը ներթափանցած մի լոբի է, որը իրականում այս պարագայում շատ հետաքրքիր է այն, որ նրանք ոչ միայն ազդեցություն ունեն կոնգրեսում, ինչը շատ ու շատ լոբիներ ունեն, հա, նրանք նաև շատ լուրջ ներկայություն ունեն գործադիր իշխանության մեջ եւ բանկային համակարգում։ Դե բանկային ամենակարևորներից, բանկային համակարգում էլ ունեն, հա, բայց գործադիրում, այո, գործադիրում նրանք շատ լուրջ ներկայություն ունեն եւ այդ ազդեցությունը իրականում լրջագույն ազդեցություն է եւ նրանք կարողանում են շատ հաճախ պարտադրել Միացյալ Նահանգներին ինչ որ բաներ, որը օբյեկտիվորեն Միացյալ Նահանգների շահերից չի բխում։ Պարոն Գրիգորյան, ուզում եմ նաև կարճ խոսեք Հնդկաստան-Պակիստան այս առճակատման մասին, հա, այս էսկալացիան ինչքանով կարող է ընդգրկուն դառնալ, այս պայթյունների արդեն զոհերի թվեր են նշվում, հրթիռակոծվել է, տարբեր հայտարարություններ են անում միջազգային կազմակերպություններ, ՄԱԿ-ը եւ այլն, իհարկե Հնդկաստանի ղեկավարությունը ասել էր, որ մի շարք երկրների հետ համաձայնեցրել է, հա, իր հրթիռակոծումը։ Սա ինչպես որքան կծավալվի, ինչ հետևանքներ կունենա։ Բոլորի ամենակարևոր եւ համար առաջին վախը միջուկային զենքի կիրառումն է։ Այո, որտեվ երկու պետություններն էլ ըստ էության ունեն, այո, ատոմային երկուսն միջուկային արսենալ ունեն եւ մեծագույն մտավախությունը դա է։ Ես կարծում եմ նաեւ բանակների առումով Դե բանակների առումով ինչ որ էսկալացիայի ինչ որ մակարդակ ես չեմ բացառում եւ սա առաջին դեպքը չի, որ Հնդկաստանն ու Պակիստանը ինչ որ ռազմական առճակատման են գնում միջուկային զենք ձեռք բերելուց հետո այդ Կարգիլի պատերազմը նույնպես տեղի ունեցավ, երբ արդեն երկու երկրներն էլ միջուկային զենք ունեին։ Միջուկային զենքը իրականում լրջագույն զսպող հանգամանք է, բայց ամեն ինչ չի, որ զսպում է միջուկային զենքը։ Միջուկային զենքը վստահաբար զսպում է ամբողջական տոտալ պատերազմը կամ չգիտեմ հակառակորդին կապիտուլյացիա պարտադրող ինչ որ վարքագիծը երբեք այսինքն երբեք չի կարող տեղի ունենալ միջուկային զենքի գոյության պայմաններում, բայց միջուկային զսպման տեսությանը ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն այդ բանի մասին, կոչվում է stability instability paradox, ստաբիլության եւ կայունության ու անկայունության պարադոքսը, որ միջուկային զենքը շատ հաճախ զսպում է միջուկային պատերազմը կամ տոտալ պատերազմը, բայց միջուկային զենքի արկայության պայմաններում նույնիսկ կարող են կողմերը վստահ լինել, որ շատ մեծ էսկալացիա չի լինելու հենց միջուկային զենքի պատճառով եւ իրենց թույլ տան ինչ որ բաներ
ավելի էսկալացիայի ավելի ցածր մակարդակում։ Ես կարծում եմ, որ Հնդկաստանի ու Պակիստանի առճակատման պարագայում գործ ունենք նման մի իրավիճակի հետ եւ ամբողջական տոտալ պատերազմ կամ էսկալացիա միջուկային զենքերի կիրառմամբ ես եթե նույնիսկ չեմ բացառում ամբողջապես շատ փոքր հավանական ես կարծում եմ որ դա շատ փոքր հավանականություն ունի։ Պարոն Գրիգորյան, երկու հարցի մասին էլ խոսենք։ Փաշինյանը հենց հիմա, երբ որ մենք խոսում ենք պարլամենտում հարց ու պատասխանի է մասնակցում, պատգամավորները նրան հարցեր են ուղղում, նա ի վերջո այսօր հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների չեն պատրաստվում։ Վախեցավ արտահերթ ընտրությունների գնալ։ Հա, այսպես հասկանանք, որովհետև նա այսպես հաշվարկում էր ուզում էր արտահերթ պրոցեսների միջոցով նաև հանրակրվեն միանգամից ընտրությունների հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ սահմանադրության հանրակրվեք գործընթացը որևէ ձևով տեսնում էին ինչպես է հնարավոր օրենսդրական փոփոխություններ նույնիսկ անելու ճանապարհով հասնեն դրան։ Վախեցավ արտահերթ ընտրություններից եւ հերթական ընտրությունների գնալը մեզ ինչ կտա։ Ըստ էության Հայաստան դաշինքը Փաշինյանը փաստորեն ասեց արտահերթ ընտրություն չի լինելու, նրանք բոլորը ասում են, որ պետք է գնան, պատրաստվում են եւ գնան 26-ի ընտրություններին։ Սրա մասին խոսենք։ Ես չգիտեմ, գուցեև վախեցավ, ասենք վերջի շրջանում այդ փարաքարումը Գյումրիում տեղի ունեցածը գուցե ինչ-որ ազդակ է եղել ԿՊ-ին, որ նրանք այնքան էլ վստահ թերևս չեն կարող լինել որևէ ընտրության ելքի համար, ելքի կապակցությամբ, բայց վստահ չեմ, որ այսօր Հայաստանում ինչ-որ իրականություն կա, որ եթե համապետական ընտրություններ լինեն, գոյություն ունի լուրջ այլընտրանք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը դեռ պատրաստ չի, ընդդիմությունը դեռ միասնական ճակատ չի ձևավորել, միասնական օրակարգ չի ձևավորել, ընդդիմության մեջ բավականին լուրջ տարաձայնություններ կան, բավականին լուրջ պառակտումներ կան եւ մտածել, որ Փաշինյանը վախեցավ, որ ընդդիմությունը կարող է նման կոնսոլիդացիայի հասնել համապետական ընտրությունների պարագայում, վստահ չեմ ենք անել եւ ինչ վերաբերում է 26 թվականին հերթական ընտրություններին գնալուն, այդ պարագայում նույնպես, այսինքն Փաշինյանին հնարավոր կլինի իշխանությունից հեռացնել միայն այն դեպքում, եթե կուռ համակարգված ինչ-որ կոնսոլիդացիա լինի ընդդիմության շարքերում եւ նաեւ եթե վերացվեն այն արգումենտները, որ Փաշինյանը միշտ օգտագործել է այս տարիների ընթացքում, այդ հների վերադարձի վախը եւ այլն։ Եթե ընդդիմությունը կարողանա այդ հարցը լուծել եւ ընդդիմությունը նաեւ ինչ որ պոզիտիվ օրակարգ առաջարկել հանրությանը, ոչ թե որ ընդամենը շեշտը դնել Փաշինյանի ձախողումների վրա, այլ ինչ են անելու դրանից հետո, ինչ են անելու իրենք, այսինքն միշտ ընտրողների մեծամասնությունը ուշադրություն է դարձնում դրան։ Այսինքն նեգատիվ արգումենտով ընտրություններ չեն լինում, նեգատիվ արգումենտով լինում են հեղափոխություններ սովորաբար։ Բայց այսօր ես վստահ չեմ, որ հեղափոխության ինչ-որ շեմին են կանգնած, ընտրությունների պարագայում էլ ես կարծում եմ ամենակարևորը ինչ-որ կոնսոլիդացիան է ընդդիմության, բայց նորից եմ ասում, այդ պայմաններով, որ ընդդիմությունը համակարգված ալտերնատիվ առաջարկի Փաշինյանի իշխանությանը եւ կարողանա ժողովրդին համոզել, որ նրա որոշ մտավախություններ եւ նրա տրամաբանությունը, ընտրողների տրամաբանությունը չարյաց փոքրագույնի, ինչը որ մինչեւ հիմա Փաշինյանին պահել է իշխանության, այլևս մտավախություն չի կարող լինել։ Իհարկե Հայաստանում նաև հիմա իմպիչմենտի process-ը մեկնարկվել, Արթունենք նախաձեռնող խմբի կողմից Նարեկ Կիմալյան եւ Էդգար Ղազարյանի հիմնականում, բայց արդեն լայն ընդգրկում է ձեռք բերել ընդհուպ մինչև միջազգային բավական ազդեցիկ լրատվամիջոցներ, Associated Press,
Կոմերսանտ, Գազետա.ru եւ այլն ահագին լրատվամիջոցներ են անդրադարձել եւ դարձել է օրակարգի խնդիրներից քննարկվող թեմաներից մեկը։ Իհարկե տարաձայնություններ կան եւ կարծիքները կիսվում են հետեւյալ կերպ, որ 26 թվականին Փաշինյանը նույն աշխարհաքաղաքական շրջանակների կողմից նրանց աջակցությամբ կարող է 21-ի կրկնություն լինել եւ նորից վերարտադրվել եւ պետք է ամբողջ վարչական լծակները եւ աշխարհաքաղաքական աջակցությունը նա ուներ, որովհետեւ նա պետք է թուղթ ստորագրի եւ հասցնի ավարտին, չէ՞, օրինակ նույն սահմանադրության հանրաքվե է ուզում անել Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին հերթին պահանջով անկախության հռչակագիրը խմբագրի հանի սահմանադրությունից, այսինքն դրա համար նույն այդ աշխարհաքաղաքական կենտրոնները եւ այդ երկրները, թշնամական երկրները, նրանք պիտի աջակցեն Փաշինյանին, որ նորից վերարտադրվի եւ գործը հասցնի ավարտին։ Հետեւաբար ըստ այդ տեսակետը կրողների, իմպիչմենտի գաղափարը կրողների պետք է կանխել դա, թույլ չտալ, որպեսզի հասնի 2026 թվականին, չգիտեմ, ձեր կարծիքի իմաստով ինչքանով եք տեղյակ ինֆորմացված սրա վերաբերյալ։ Ես մի բան չեմ հասկանում այդ փաստարկի մեջ, եթե համաձայնեմ բոլոր այդ դրույթների հետ, որ 26 թվականին ISSS պատճառներով նույն բանն է տեղի ունենալու, հետեւաբար պետք չի կարելի թույլ տալ, որ մենք հասնենք 26 թվականի ընտրություններին, այդ դրույթները ինչքանով են փոխվում իմպիչմենտի պարագայում, այսինքն այդ նույն աջակցությունը աշխարհաքաղաքական կենտրոնների էլի ունենալու է Փաշինյանը, դա մի բան է, որը Փաշինյանից կախված չէ, սա է խնդիրը, որ իմպիչմենտը այն գործընթացն է, որը չի կարող վերահասկելի դառնալ Փաշինյանի կողմից, սա է խնդիրը, եւ այսինքն փողոցի ճնշմամբ նաեւ ազգային ժողովի վրա ճնշում գործադրել եւ այլն եւ այլն։ Հա, բայց այդ այսինքն դա ինչ որ ենթադրության վրա է հիմնված, որ նրանք կարողանալու են կոնսոլիդացնել այն տեսակ փողոցի ճնշում, որը կստիպի պարլամենտին անվստահություն հայտնել Փաշինյանին, այդ ենթադրությունը, այսինքն ես ահագին լուրջ ջանքեր է պետք գործադրելու, որպեսզի ինձ համոզեն, որ այդ ենթադրությունն արդարացված է, որ նման բան հնարավոր է։ Նախ այդ իմպիչմենտի տրամաբանությունը հենց հիմնված է բանի վրա, այդ նեգատիվ արգումենտի վրա։ Այսինքն խոսքը Փաշինյանին հեռացնելու մասին չի։ Չէ, նաև այլընտրանքային, այսինքն կառավարություն, ժամանակավոր կառավարություն ձևավորել, այնուհետև գնալ ընտրությունների փոփոխությունների, սա է իմաստը։ Լավ, այդ նորից նույն բանին են գալիս, այդ ինչ օրակարգով են այդ մարդիկ առաջարկում այդ կոնսոլիդացիան, ինչ օրակարգով են այդ մարդիկ առաջարկում նոր իշխանության ձևավորումը եւ նրանք բաց են, այսինքն ներառական են, որ բոլորը միանան եւ այլն, այստեղ սահմանափակումներ չկա հենց դա։ Հենց դա է կարևորը։ Սահմանափակումներ պետք է լինեն, Տիկին Սեյրանյան, այսինքն եթե օրինակ ում չթողնել։ Չթողնելու հարց չի, սահմանափակում ասելով ես նկատի ունեմ, որ պետք է լինի հստակ ձևավորված օրակարգ, որի շուրջ պետք է համաձայնվեն այդ դեռ խոսում են, քաղաքական ուժերի հետ հանդիպումներ են անցկացնում եւ այլն, գուցե հայտարարեն, էլի, այսինքն գուցե չէ, պետք է հայտարարեն։ Դեռ ինչ որ քննարկումների փուլում են։ Այստեղ ինձ թվում է իմպիչմենտի գաղափարը ածանցյալ գաղափար է, հիմնական գաղափարը այն է, այսինքն հիմնական ենթադրությունը այն է, որ նրանք կարող են հասնել նման կոնսոլիդացիայի, որ նրանք կարող են ժողովրդին փողոց հանել եւ այդ փողոցի ճնշման տակ 26 թվականից առաջ ստիպել, որ պարլամենտում, որ ազգային ժողովում բան լինի, անվստահության քվե հայտնվի Նիկոլ Փաշինյանին, անվստահություն հայտնվի Նիկոլ Փաշինյանին, ես դրա նախադրյալները չեմ տեսնում, ճիշտն ասած, այսինքն այդ նման փողոցային շարժում կազմակերպելու նախադրյալները, գուցե ես սխալ եմ, գուցե հերվից ինչ որ բաներ ինձ համար տեսանելի չեն, եթե նման նախադրյալներ կան, եթե նման օրակարգ կա, եթե նման կոնսոլիդացիա կա օպոզիցիայի ընդդիմության զանազան ուժերի միջև, դեպքում գուցե դա լավ գաղափար է, բայց նորից եմ ասում, այդ գաղափարի մեջ իմպիչմենտը ածանցյալ է
նման կոնսոլիդացիա ապահովելու եւ ժողովրդին փողոց հանելու կարողությունից։ Տեսնենք, Իսկ այդ կապակցությամբ ոչ ես որոշ հայրենիքի կասկած փրկության ժամանակ էին սպասում, որ այդքան մարդ դուրս կգա, ոչ դիմադրության շարժման ժամանակ, ոչ սրբազան պայքարի ժամանակ չէին սպասում որևէ մեկը, որ այդքան մարդ կհավաքվի։ այդ Բայց կապակցությամբ մի բան էլ ավելացնեմ։ Մարդիկ հավաքվեցին, հետո մարդիկ տուն գնացին, այդ դա էր խնդրեմը, որովհետև քաղաքական որովհետեւ օրակարգ չկար արդեն։ այ ճիշտ է, հենց նույն բանն էի ուզում Ահա, ասել։ Փողոց հանել հնարավոր է մարդկանց, փողոցում պահելն է դժվար, իսկ փողոցում պահել հնարավոր է միայն այն դեպքում, եթե դու ունես լուրջ քաղաքական օրակարգ, քաղաքական ասելիք։ այո։ Եթե Հակառակ դեպքում եթե ստացվում է, որ դու եթե ընդամենը ալիք ես կոտրում։ Եթե պիտի նորից ինչ որ շարժում ձևավորվի, որը նույն ծեծված գաղափարներն է բանանելու մեր ժողովրդին պարտադրելու, նույն անիրատեսական հայտարարությունները, նույն, ինչ ասեմ, քաղաքական քաղաքական նպատակների կամ քաղաքական ծրագրերի փոխարեն ինչ-որ ներբողներ, հայրենասիրության մասին կոչեր ու հայտարարություններ եւ այլն, մեր ժողովուրդը իր բնազդով այդ տեսակ բաները շատ լավ զգում է, հա, եւ դա Այսինքն ոչ որևէ թե պետք է լիրիկայով զբաղվել եւ էքսկուրսիաներ անցկացնել, այլ պետք է քաղաքականություն, հա, դնել, քաղաքական օրակարգ դնել սեղանին։ անխոս, անխոս։ Հուսով եմ այդ օրակարգ առաջ մղողները ձեր հարցերին կպատասխանեն, տեսենք ինչ Ես էլ եմ հուսում։ զարգացումներ կլինեն եւ մի հետաքրքիր նորություն արդարադատությունը, տեսեք, դատարանը սահմանեց 375,000 դրամ տուգանք Փաշինյանի կնոջը Աննա Հակոբյանին հողատու ասելու համար, երբ որ 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ Աննա Հակոբյանին եւ նրա դստերի ներկայությամբ ԱԺԲ-ի անդամները բղավել էին դավաճան հողատու, միջադեպից հետո 7 անց ձերբակալվել էր, մեղադրանք առաջադրվել նաեւ 69-ամյա մի քաղաքացու եւ այսպես Աննա Հակոբյանին հողատու ասելու համար մարդուն տուգանք է սահմանել դատարանը 375,000 դրամ, այսինքն կարող են իրենք պատերազմ հրահրել, իրենք կարող են 5,000-ից ավելի զոհեր տալ, իրենք կարող են տարածքներ հանձնել, իրենք կարող են Լիբանանից մեծ մի տարածքով Արցախ հանձնել, այդ ամեն ինչը անել, հա, Տավուշից տարածքներ հանձնել, այդ ապօրինի սահմանազատում, սահմանագծում անել եւ որևէ մեկը իրենց չի կարող ասել, հա, հողատու։ Եթե Ժողովրդավարական լավ բաստիոն ենք, չէ՞։ Այդտեղ չեն եթե ասում, նույն Թրամփին տենց բառեր չեն ասում։ Ես հիշում եմ Մակրոնի վրա ձուել էին շպրտում, լոլիկով էին խփում եւ Եթե նույնիսկ նրանք այդ ձախողումները ունեցած չլինեին, եւ նրանք այդ ձախողումների փոխարեն ունեցած լինեին, գրանցած լինեին բազմաթիվ հաջողություններ, էլի նրանք իրավունք չունեին կամ նրանք նման քայլի չպիտի դիմեին, այսինքն մարդկանց ազատությունները նման օրենք ընդունելը իմ համար ուղղակի անընդունելի է ժողովրդավարության մասին ճամարտակող ինչ որ իշխանության կողմից, հա, մի արտահայտություն հիմա եկավ միտքս, գուցե մի քիչ ճիշտ չեմ հիշում կամ լավ չթարգմանեմ, ասում պատմությունը սովորաբար սկզբից կրկնվում է որպես ողբերգություն, հետո որպես ֆարս։ Հիմա այդ ֆարսի բանում ենք մենք, այդ ֆարսի բանին փուլին ենք անցել արդեն մենք, որ ուրեմն ինչ որ խոսքի համար մարդկանց կարող են դատարան քարշ տալ, որովհետև իշխանության ներկայացուցիչներին ինչ որ մարդիկ կոպիտ բան են ասել։ Շատ ճիշտ եք ասում, որևէ ժողովրդավարական համակարգի հետ անհամատեղելի է նման բանը, չնայած այսօրվա ժողովրդավարություններում էլ են սկսել այդ տեսակ բաներ անել։ Այդ երևի իրենց ժողովրդավարական ընկերներից են սովորել։ Գերմանիայում այդ բանը քեֆի է կապելը, այդ Պաղեստինյան այդ շարֆը կապելը կարող է բանի հանգեցնել, այսինքն մահակներով հարձակման ոստիկանների կողմից, հա, լավ ենք պրծել, որ դա չի եղել, հա, չնայած հա, մենք լավ ուրիշ ենք, բաներ լավ ենք ենք տեսնում, պրծել, հա, ծեծում են 10 քանի հոգով քաղաքացուն հա, ակտիվիստին, մենք ուրիշ բաներ էլ ենք տեսնում։ Ֆրանսիայում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, դե հիշում եք այդ JD Vance-ը, որ այդ ելույթը ունեցավ այդ հայտնի Եվրոպայում, ինչի մասին էր այդ, թե Եվրոպայում ինչ աստիճանի նահանջ է գրանցվել խոսքի ազատության, մարդկանց ուրեմն հավաքների ազատության եւ այլնի կապակցությամբ, հա,
բան ենք անում։ Ապտակ էր եվրոպական ամբիոնում այդպիսի ելույթ է։ Այդ առումով էլ ենք Եվրոպա գնում։ Հիմա իհարկե մեզ բան կանեն, որ բա ինչու չեք ասում մյուս երկրներում ինչ սարսափելի բաներ են կատարում Ռուսաստանում։ Ոչ ոք երբեք բան չի արել Ռուսաստանին որպես մարդու իրավունքների, դեմոկրատիայի ու չգիտեմ ինչի բաստիոն չի ներկայացրել։ Այդ անընդհատ խոսքը գնում է այդ եվրոպացիների մասին, բայց լավ, դա երևի մեզ չեղում է։ Ինչևէ, նման օրինագիծ ընդունելը ինձ թվում է խայտառակություն է, որևէ լուրջ խոսակցություն նույնիսկ վարել, թե դա արդարացված է ինչ-որ կերպ, թե ոչ, հնարավոր չի, դա դատապարտելի վարքագիծ է ուղղակի։ Մեղավոր են ճանաչել մարդուն։ Հիմա ես հնչեցնում եմ, նույն բառերը հողատու են, դավաճան են, ամեն ինչ է ըստ եւ հիշեցնենք նաեւ դուք էլ կհաստատեք, պարոն Գրիգորյան, որ աշխարհը ղեկավարվում է ուժով եւ այդ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, այդ պաշտպանություն եւ այլն, դրանք ընդամենը զուտ խոսքեր են, խաղեր են, որ անում են, կիրառում են խոշորները, հատկապես մերպես պետությունների, մերպես ժողովուրդների միջազգային հարաբերություններում այո, բայց ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ժողովրդավարությունը նախընտրելի համակարգ է երկրի քաղաքական կյանքը կազմակերպելու։ Լավը չէ, բայց այլընտրանք չունի, ինչպես ասել է Չերչիլը։ Չերչիլի ասածը ինչ-որ ճիշտ է։ Ուղղակի շատ հաճախ ժողովրդավարությունը դառնում է կարգախոս, ոչ թե բովանդակություն, բայց եթե իրական բովանդակությամբ ժողովրդավարություն գոյություն ունի ինչ-որ երկրում, դա նախընտրելի է, դա լավ բան է։ Ես ժողովրդավարության մենք էլ, բայց ազատական համակարգի երկակի ստանդարտները չէ։ Ազատական այդ ավանդական իմաստով, ոչ թե այսօրվա այդ այլասերված ազատականության իմաստով, ես այդ տեսակ սկզբունքների կրող եմ, այդ տեսակ սկզբունքների կողմնակից եմ, ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, այո, դուք ճիշտ եք, այնտեղ հիմնական դերը խաղում է ուժը, ուժերի հարաբերակցությունը, նյութական շահերը, մնացածը շատ հաճախ բան են, պրոպագանդիստական շղարշ են։ Դրանք խաղեր են խոշորների ձեռքին։ Այդ շահերը քողարկելու համար ես ինքս մի ծավալուն հոդված ունեմ գրած դրա մասին, այնպես որ այդ հարցում համաձայն եմ։ Բայց մենք ամեն գնով պետք է փորձենք պաշտպանել իրական ժողովրդավարական արժեքներն ու ժողովրդավարության բովանդակությունը եւ կեղծ ժողովրդավարներից։ Այո, կեղծ ժողովրդավարներից եւ նման քայլերին ընդդիմանալը հենց ժողովրդավարության դիրքերը պաշտպանել է նշանակում։ Սա ժողովրդավարության հետ անհամատեղելի օրենք է եւ դա ես հույս ունեմ, որ սահմանադրական դատարանը դատավճիռ է եղել, մեղավոր են ճանաչել։ Դատարանն է արդեն որոշում կայացրել, այդ ուղղանք սահմանել։ Դա ողբերգություն է, որ ժողովրդավարության մասին խոսող քաղաքական իշխանությունը կարող է նման օրինագիծ անցկացնել եւ մարդկանց պատժել ինչ-որ ռեպլիկի համար, ինչ-որ նույնիսկ, չգիտեմ, հայհոյանքի, դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ առցանց կապով ես զրուցում էի Ամերիկայի Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ կհանդիպենք, հաջողություն ձեզ։